կեսուրներից է, որ հարցները մի քիչ բան են, ասել եմ, այ, Էսի մաղջիկն ասի։ Այդ կեսուրները թող իրանց հարց վաղտվա իրանց հիշեն ու յոլա գնան հետները։ Թե չէ մի օր դուրս կգծեն։ Այն ժամանակվա կեսուրները։ Ջանումի թե կեսուրներին դուրս կգծեմ, ախր ես ինձ էլ հետն են դուրս գծեմ։ Սկականի ժամանակն է դժգոհելու ես։ Դժգոհ եմ թե չէ։ Դու պետք է ասես։ Քնում եմ ուրախացած զարթում եմ տխրած։ Որ գիտեմ, որ էլի ցերեկը պետք է արել։ Չէ, իհարկե այսքան որ ապրել ենք։ Որ ամուսնացանք, վերջը մի կերպ ամուսնացանք, հարսանիքից հետո, այո, մի կերպ զոռով, Փախսրիր տարան։ Դե դեմ ասում էլի, չէի ուզում զոռով եկա։ Ոտքով չէր գնում 10 ավտոբուսով էր գնում ու անպայման իմ ավտոբուսով որ նկատվի, երևի տենց էլ նկատվեց։ Սովետի ժամանակը ստեղ շատ լավ ա եղել, քանի որ հանքարդյունաբերական քաղաք ա եղել, ստեղ խանութները լիքն ա եղել։ Այն ժամանակ որ Երևանում խանութներում գնում էին բաստուրման, ինչա սուջուխը, զեյթունը ասել են ժամանակվա տակից էին առնում, ստեղ բաց ա եղել, առնող էլ չի եղել, բանվորների շատ լավ են նայել, ստեղ ամեն ինչ եղել, ամեն ինչով ապահոված ա եղել ստեղ, որպեսզի բանվորը ոչ մի բանի կարիք չունենա։ Դե այն ժամանակվա Երևանն ու հիմիկվա Երևանը շատ ուրիշ, այն ժամանակ Երևան դուրս էիր գալի, ուզում էիր քայլեիր, բանաներ, չգիտեմ, հանգստանում էիր, իսկ հիմի որ գնում եմ, բան եմ անում, թե երբ պիտի հասնեմ մերոնց տուն, էլ չեմ ուզում փողոցում մնամ, իսկ այստեղ արդեն սովորել եմ։ Ես օրինակ քաղաքի անտարբերությունը չսիրեցի։ Քաղաքը անտարբեր են իրարից, շատ շուտ խռովում են, բայց ստենքան շատ են լավ մարդիկ, որ մեկից կխռովես են, մեկին կվերես նորից կանես քեզ ընկեր, շատ լավ է։ Ստե գիշերը քնում ես գիտեր, որ հարևանը տարթուն է, ապահովես, եւ այլ, այսինքն ստեղ զայմապանիման են։ Մենակ մի բանն ա, որ գիշերները այդ չաղկալները շատ ոռնում են։ Դե դրանք էլ են մեր հարևանները։ Նոր որ հարց է եկել, դե ոչ լսել էի, ոչ էլ։ Այն մարդ ամեն իրիկուն, հենց այն ժամանակ սամալյոտները դե շատ էին գնում, ձենները գալիս էր, սամալյոտ էր գնում, դրանք սկսում էին ոռնալ, ես էլ ասում եմ, այ մարդ, այս Թաումսկի այդքան երեխա չկա, այս ոնց է, սաղ միանգամից լաց են ըլնում, բայց ամաչում եմ, որ հարցնեմ, հետո վերջը մի օր հարցրեցի, չեմ հիշում, ամուսնուս հարցրի թե տալիս, ասին չաղկալա։ Մանկապարտի երեխեքն են։ Ասում եմ, ես ոնց է մի անգամից այս լրիվ ախր այդքան փոքր, հա, իմ երեխեքն էլ որն է։ Իմ սկզբից չէի ուզում շատ դժվար էր համար, բայց հետո որ այմի գնում եմ քաղաք ու այդ երթևեկությունը տենում եմ, շատ բան եմ ելնում, ասում եմ, վայ երբ պետք է գնամ աղթալա, որ հանգիստ լինի, հետո արդեն մենք որ մենակ ենք, սովորենք ձեն չլինի, հանգիստ։ Ես կուզեի առաջվա նման երեխեքը ժվժվային, խաղանեին, վազվզեին, մի տենց հարևանի տուն այդքան գնալ չկա, գալ չկա, արդեն սաղ ոնց որ այն առաջվա համախմբվածությունը չկա, սաղ առանձնացել է, դե հիմի ես 3 տղա ունեմ, բայց ոչ մեկ մեր հետ չի, ուզում ենք, որ ամեն ինչ անենք, մեր երեխեքին ուրախացնենք, մի հատ խոզենք պահում ամեն տարի, հեսա մորթելու ժամանակը կգա, երեխեքս գալու են, նոր տարուն հավաքվելու են, ուրախանում ենք իրանցով, իրանց հաջողություններով, թորներս շատ ուրախանում են, շատ սիրում են, ճիշտ է մեր հետ չեն ապրում, բայց ուշքները գնում ա ստեղի համար։ Չի կարելի դժգոհել ստեղ ապրելով, չի կարելի։ Եթե ապրում Եթե վատ ես ապրում, դա չի նշանակում, որ վատ պետությունում ես ապրում դու։ Հետո
ամեն մարդ պետք է հասկանա, որ այսօր աշխարհն հարցականի տակ, ապրի թե չէ։ Ինչ փող, ու հիմա չէ, սա արդեն տարիներ է, սա մի տարի չէ, 2 տարի չէ, սա արդեն 20-30 տարի է մարդկությունը վերացման շեմին է, ու պետք չի դժգոհել։ Ընդհակառակը, պետք է համախմբվենք, մի խոսք ունենանք։ Ես չեմ հասկանում, սա ինչ քաղաքականություն է, հայերը պետք է սենց չլինեն։ Հայերը պետք է ավելի խոհեմը լինեն, ավելի մտածող պետք է լինեն, ապագան տեսնող պետք է լինեն, ապագա կերտող պետք է լինեն, ու կան, ես չեմ ասում չկան։ Ավելի լավ այս վնաս կրեմ, քան տեսի մանավանին վնաս տա։ Ես ոչ թե ասում եմ ասելու համար, այլևս կարամ պարզ ասեմ։ Ես տեղ աշխատել եմ, երկար եմ աշխատել։ Թող մի բան որ կայնի ինձ ասի, որ ինչ որ մի օր վատություն ես արել, նույնիսկ փողն եմ տարել տունը տակ։ Եթե 15 օր էր հասնում իրան արձակուրդ, ես 20 օր եմ տվել։ Այսինքն արա լավություն, ինչի չեն հմի անում, հմի էլ պետք է անեն։ Հիմա ամենադժվար ժամանակներն է։ Եթե մարդիկ մտածում են, որ այսօր շատ հեշտ ապրել է, այսօր աշխարհում հեշտ չի։ Այսօր Անգլիայի նման պետությունն էսա չի լինելու։ Թուրքիան չկա արդեն։ Ես չեմ հասկանում, ում ենք ինատանում, մենք մեծ վնաս ենք տալի։ Ես հիվանդանոց որ գնում եմ, երեխեքս ամեն ձևի կայնացել մանավանդ ասում եմ, այ Երևանի հարսս, որ անմիջապես ընդեղ է, ինձանից շուտ ընդեղ անում, ինձանից շուտ սկորի ամենալավ։ Ամեն ինչ անում են, ամեն ինչ հասնում են։ Ես ոնց կարամ դժգոհեմ, իհարկե եթե բոլորն են սենց, քեն չքշեն իրար վրա, վատություն չանեն իրար, եթե չես կարամ լավություն, այս կարամ անց քաշվի քո սենակի մի անկունը խելոք մնա, ես դա եմ գտնում ճիշտ, ամենահին, իրար հասնող ազգնենք, իրոք եմ ասում, հոգատար, ես չեմ եղել միտեղ, շատ չեմ մանեկե, բայց Ռուսաստան շատ եմ մանեկե, ես չեմ կարող ասեմ, հայերը ինչքան լավն են ռուսներից, շատ են լավ, ճիշտ միշտ հայերը կանելի օրինակ ասում են, որտեղ հայ են, դե վայ, 3 հայ են, դե մեկ նավելա, չգիտեմ ինչեր, բայց թող ես միշտ ասում եմ, եթե Ռուսաստանը մի հայ է մեռնում, մահանում է ու ընտանիքը ստեղ է, նրա ընտանիքն այնտեղ չեն թաղում, նրան բերում են ստեղ, այդ իր աշխատողները փող են հավաքում, հայերը լրիվ ուղարկում են, թող մեկը կայնի ասի, այս ինչ ազգը այդ նույն բանն անում է, չկա այդ բան, չկա, ես սիրում եմ հային, ես սիրում եմ իմ ազգը, ես սիրում եմ իմ հայ ազգի մարդուկին հարաբերությունները, հավատարմությունը սիրում եմ, մենք լավ տրադիցիաներ ունենք, շատ լավ, հոյակապ տրադիցիաներ ունենք, ու մենք մեր սպայկեն ուրիշ է, հայը նեղ ժամանակա ճիշտ է հասնում մեկ-մեկով, բայց դա էլ չեմ հավատում, հայը միշտ է հասնում։ Սխալը նա է, որ հույսներս դնում ենք թորնիկների վրա, երեխեքի վրա։ Արա ես ասի, աղջիկ ջան, ճիշտ է, մեր փոքր տղեն, մեզ տղից 8 տարի փոքր է։ Ինչ ես խոսում, 13 տարի փոքր է, բայց գալու է մի ժամանակ, որ ես ու դու մենակ ենք մնալու, ու աղջիկ էլ չունենք, ինչ ես ասում, գնանք մի հատ առնենք։ Գլխին տալիս։ Չէ, չեմ տալիս, շատ գոհ եմ։ Լուրջ, ես 2 հատ հարս ունեմ, իմ աղջիկներն են, պատկերացրու իմ տղեն համար, թե չի էլ իմանում, թե իմ հարսը մեզ ինչով ակնում, շատ լավն է։ Իսկ թվում է երորդն էլ կունենանք լավ աղջիկ։ Իսա փոքր տղեզ գա, եթե տունը 3 սենակ, ասի 100 քառակուսիում 2 հոգի ապրում, դա սխալ է։ Այդ մի փոքր պատճառ չի, պրոստը որ Հայաստանում քիչ կապրում, ոչինչ որ երկուսով ենք ապրում, բայց որ կարային կլնենք և թորներ ունենայինք տանը, դա էլ է մի մինուս, ասինքն դա է մինուսը։ Երևանում ապրողներին գնացեք հարցերեք, ես համոզված եմ, մոտ 90% ինքը կասի, որ ես պետք է Երևանում չապրեի, բայց ապրում եմ։ Ինչ է նշանակում Երևանում եմ ապրում։ Ես հիմա ստեղ եմ ապրում, գործի գնայից ոտքով եմ գնում, երեխեն դպրոց գնայից ոտքով է գնում, այդ 2 պրոբլեմ, որ լուծվեց առանց որից է բանի։
Բացի դրանից բոլորս իրար ճանաչում ենք։ Այդ տնից դեր դուրս չեկած արդեն բարև կամ տնով մեկը կանցի ցեն կտա։ Բարև զարթուն եք, հա, վсё, գնացի։ Հյուրանսեր են։ Բարի են, ես չգիտեմ, այսինքն մենք բոլորին ենք ճանաչում, բոլորն են տենց։ Իսկ Երևանում դա բացակայում է։ Թող երևանցիները լսեն։ Ով որ հնում է այդ շուկաներում մեժոկները արա թարգ եկեք տներն ազատ են, եկեք ապրեք, աշխատեք այդ ֆաբրիկայում եւ այլ մարդունում է։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի հեղինակած Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդու տարածքը եւ նրա շրջակայքում ապրած մարդիկ 5000 տարի առաջ ուրարտական շրջան, նրանց հավատալիքները, Լոռու Բագրատունի Կյուրիկյան թագավորների, մոնղոլների, սելջուկների, վրացիների, թուրքերի ու պարսիկների արշավանքների շրջան, քարայր գրատների, լոռվաքաջերի եւ լեզգիների արշավանքների 150-ամյա դրամատիկ պատմությունները, Լոռու ազնվական տների միջնադարում ծավալված դրամատիկական պատմությունների պղնձի 250 տարվա պատմության մասին, Լոռու բոլշևիկյան ապստամբությունների Չեզոք գոտու Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարության մանրամասները, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրումը, գործունեությունը, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմությունները, օգտված է ավելի քան 200 գիտական աշխատություններից ու հոդվածներից, թերթերից, գիտական ամսագրերից։ Գիրքն ունի նաև Ալավերդու եւ տարածաշրջանի հիշարժան տարեթվերի հավելված օգտագործված գրականության ցանկը։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Սայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիս ցանցի, Մաշտոցի պողոտայի եւ Dalma Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Երևանի Խանջյան փողոցից ձեռք բերելու համար զանգահարել 091 61 29 30 կամ 055 18 47 87 հեռախոսահամարներով։